Մի քանի շաբաթ առաջ քաղաքային իշխանությունը նոր ծրագրով հանդես եկավ։ Ըստ այդ ծրագրի մի շարք փողոցներում, փոքր կենտրոնում կդադարեցվի երթևեկությունը եւ կլինի միայն հետիոտների համար նախատեսված։ Մասնավորապես Աբովյան փողոցի մի հատվածը, Նալբանդյան փողոցի մի հատվածը, ինչպես նաեւ Հանրապետության հրապարակի մի հատվածը կլինի միայն հետիոտների համար նախատեսված։ Երևանի կենտրոնը հնարավոր է շուտով զգալի փոփոխությունների ենթարկվի։ Քաղաքապետարանը քննարկում է մի նախագիծ, որի համաձայն Աբովյան, Նալբանդյան եւ Արամի փողոցների որոշ հատվածներ կփակվեն ավտոմեքենաների համար։ Նախագծի նպատակն է այդ փողոցները դարձնել բացառապես հետիոտնային։ Իլդեֆրանսի մեր գործընկերների հետ միասին Երևանի քաղաքապետարանը աշխատանքներ է տանում Երևան քաղաքում շարժունակության հայեցակարգ ստեղծելու մասով եւ որոշ աշխատանքներ արդեն իսկ կատարվել են։ Ներկայացվածը, ինչը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ պատկերների տեսքով արտահայտվեց, դրանք ընդհանրապես հայեցակարգ են, վերջնական որոշում չի այդ փոփոխությունները կատարելու մասով։ Այո, հայեցակարգի մի մասը կազմում էր նաև փոքր կենտրոնում որոշ փողոցներ բացառապես հետիոտնի համար նախատեսելու հարցը։ Բայց արդյոք սա նոր խցանումների պատճառ չի դառնա եւ փոխարենը բեռնաթափվի մի բան էլ չի ավելացնի ծանրաբեռնվածությունը մայրաքաղաքի այլ հատվածներում։ Սա ընդհանուր հայեցակարգ էր, որը դեռ քննարկվում է, որի մասով դեռ աշխատանքներ են տարվում։ Հավելեմ ավելին, ներկայումս Իլդեֆրանսի մեր գործընկերները պատվիրել են հարցումներ Երևան քաղաքում, որի նպատակը հանդիսանում է Երևան քաղաքում շարժունակության եւ տրանսպորտի տարբեր տեսակներով շարժունակության հարցադրումներ, որի վերջնականացման արդյունքում կունենանք պատկեր տրանսպորտի այլընտրանքային տեսակների շարժունակության գծապատկերները, որը հետագայում կկիրառվի ընդհանուր շարժունակության հայեցակարգը կառուցելու համար։ Առաջարկը ներառում է նաև Հանրապետության հրապարակի գրեթե ամբողջական փակում, այն վերափոխելու քայլելու համար հարմար զբոսայգու տիպի տարածքի, այսինքն ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ կսահմանափակվի։ Որպես առաջի քայլ իրանց կողմից առաջարկը հենց նախատեսված էր, որպեսզի Աբովյան փողոցում հյուսային պողոտայից սկսված եւ նույն զուգահեռաբար Նալբանդյան փողոցում մինչեւ Հանրապետության հրապարակ տվյալ հատվածները դիտարկել հետիոտնի համար, որովհետեւ ինքը տուրիստական նշանակություն ունի եւ մի շարք խնդիրներ, ինչպես եվրոպական մի շարք երկրներում։ Դրանից բացի ընդհանուր հայեցակարգում բացի այս առաջնային քայլը, որը առաջարկվել էր, նախատեսվում էր հետիոտնի համար սահմանել մի շարք հատվածներ եւ քաղաքը ձևափոխել դեպի հետիոտ։ Իհարկե մենք բոլորս հասկանում ենք, մեր իրականության մեջ դա դժվար է արագ նման քայլերի գնալ, բայց փուլային եղանակով ժամանակի ընթացքում արդյունքը դա պետք է լինի։ Հարց է առաջանում, արդյոք քաղաքացիները կարող են ակնկալել, որ մի օր Հանրապետության հրապարակը կլինի բացառապես հետիոտների համար։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը ընդգծում է, այո, դեռ պատրաստ չենք նման մեծ փոփոխությունների, սակայն հենց դրա համար էլ մշակվում է հայեցակարգը։ Ըստ նրա, դա երկարաժամկետ գործողությունների ծրագիր է, որի վերջնական նպատակն է Երևանը ավելի հարմար դարձնել մարդկանց, ոչ թե մեքենաների համար։ Հայեցակարգի վերջնարդյունքը այն է, որպեսզի քաղաքը լինի հարմարացված, ինչպես նշեցի, զբոսնելու եւ քաղաքացու համար։ Իհարկե սա որոշակի դիզայն է արված, որ Հանրապետության հրապարակը վերափոխվում է եւ իրանց առաջարկը ի սկզբանե ընդհանուր հայեցակարգում, որպեսզի Հանրապետության հրապարակով երթևեկի բացառապես հանրային տրանսպորտ, որը հնարավորություն տա քաղաքացիներին ապահովել կապը այլ վարչական շրջանների հետ։ Բացի հետիոտնային գոտիներից քաղաքապետարանը պարբերաբար վերանայում է երթևեկության կազմակերպման կարգերը։ Մասնավորապես ներդրվում են առանձնացված ավտոբուսային գծեր, որպեսզի հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիները խցանումների մեջ չհայտնվեն։ Նախորդ տարիներից սկսվեցին կիրառվել մի շարք սահմանափակումներ, մասնավորապես բեռնատարների համար ժամային սահմանափակման մուտքի արգելքը, վճարովի ավտոկայանատեղերի տեղական վճարի չափի վերանայումը, ավտոբուսային առանձնացված գծերի ներդրումը, որը ինքնին իրենց ինչ է ընդհանրում երթևեկելի գոտիներից մեկը բացառապես առանձնացվում է եւ մնացած գոտիներում իհարկե փորձում ենք ամեն կերպ անենք, որ վիճակը ավելի չվատարանա գոնե նույնը պահենք, բայց ընդհանուր հաշվով խնդիր առաջանում է անձնական ավտոմեքենա վարողների մոտ։ Եվ սա նորմալ է, որտեղ քաղաքականությունը հստակ է, առաջնահերթությունը պետք է ունենա հանրային տրանսպորտը, եւ հանրային տրանսպորտը պետք է երթևեկի Երևան քաղաքում ավելի անվտանգ եւ ավելի արագ։
իսկ բեռնաթափման նպատակով ներդրվել են կարմիր եւ կապույտ գծերը։ Այստեղ ուզես թե չուզես հետեւյալ հարցն է առաջ գալիս. քաղաքապետարանի համար սակայն տեսանելի է այն, որ քաղաքը իրականում բեռնաթափվել է։ Հաշվի առնելով վարորդների եւ բազմահազար քաղաքացիների դժգոհությունները, դա ամենևին էլ այդպես չէ։ Մի բան էլ իրավիճակը Երևանյան փողոցներում ավելի է ծանրացել։ Կամ քաղաքապետարանը ունի վիճակագրություն, որ մարդիկ ավելի շատ են սկսել օգտվել հանրային տրանսպորտից, փոխարենը սեփական մեքենայով աշխատանքի գնալու։ Յուրաքանչյուր փոփոխություն իր փոքր ազդեցություն ունեցել է, մասնավորապես եթե խոսենք վճարովի կանոնատեղերի մասով, եթե մենք զուգահեռներ ենք անցկացնում վճարումների մասով եւ օգտվողների քանակի մասով, հստակ պատկերը արտահայտում է, որ նախկինում եթե մշտական օգտվողները պայմանական թվերով 40,000 հոգի էին, 40,000 տրանսպորտային միջոց էր, որը օգտվում էր տարեկանից, ապա նախորդ տարվա համեմատականով վճարի վերանայման արդյունքում այդ թիվը կազմում է ընդամենը 10%-ը։ Եվ սա հստակ արտահայտում է պատկերը, որ քաղաքացիները չեն ցանկանում մշտական օգտվել, քանի որ դա թանկ է, եւ ենթադրաբար օգտվում են խիստ անհրաժեշտությունից։ Հարությունյանի խոսքով հիմնականում դժգոհություն կա անձնական մեքենա վարողների կողմից, ինչը ըստ նրա բնական է։ Քաղաքապետարանի քաղաքականությունը հստակ է, առաջնահերթությունը պետք է տրվի հանրային տրանսպորտին։ Աշխարհի բոլոր երկրներում կիրառվում է այդ մոտեցումը, որ քաղաքը պետք է հարմար լինի քաղաքացու համար, այլ ոչ թե մեքենաների։ Իսկ ինչ է առաջարկում քաղաքապետարանը, որպեսզի քաղաքը իսկապես բեռնաթափվի եւ նույնիսկ ուժ երեկոյան կամ հանգստյան օրերին խցանումներ չլինեն։ Հաշվի առնելով տրանսպորտային միջոցների այն տեմպերը, որոնցով ավելանում են, եւ ուսումնասիրելով աշխարհում փորձը բեռնաթափման եւ երթևեկության ճիշտ կազմակերպման մասով, դա հստակ է եւ բարձ։ Պետք է կիրառվեն տրանսպորտային միջոցների նկատմամբ որոշակի սահմանափակումներ, որոնք արգելել են եւ կսահմանափակեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը այն հատվածներով, որտեղ առավել շատ խնդիրներ ունենք։ Այս ամենը դեռ նախագծային փուլում է, բայց քաղաքային իշխանությունները վստահ են, ժամանակի ընթացքում փուլ առ փուլ Երևանը պետք է դառնա հարմար մարդկանց համար, այլ ոչ թե մեքենաների։ Իրականում դժվար է պատկերացնել, որ մի օր Երևանում ուղղակի անհնար լինի երթևեկելը սեփական մեքենայով եւ մարդիկ ստիպված լինեն ընտրել հանրային տրանսպորտը։ Չնայած քանի դեռ ունենք ներկայիս ոչ բարելաված տրանսպորտային համակարգը, նման ապագա մշուշոտ է։ Մարիաննա Արամյան, Մխիթար Մովսիսյան, Մեդիահաբ։